Պարոն Դավթյան, ինչպես եք վերաբերում նաև այս դատական գործին, ընդհանուր այս Հայաստանում առկա իրողությունների համատեքստում տեսնում ենք, որ սա միակ եւ եզակի դեպքը չէ, որտեղ գլխավոր դերակատարը կամ գլխավոր թիրախը դարձել է եկեղեցին եւ հոգեվորականությունը։ Սա միայն եկեղեցին չէ, ամբողջը գալիս է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զավթելուց հետո պետության, պետականության, ժողովրդի դեմ։ Սա ուղղակի մի փուլ է, որը որ ինքը սկսել է, բանակից սկսեց քանդել, սկսեց կառույցները պետական քանդել, հիմա հերթը հասել է եկեղեցուն, նա ուղղակի եկեղեցին պետականության հիմքերից մեկն է եւ դա է իր նպատակը դա է, քանդել երկիրը, քանդել պետությունը։ Ասում եք բարեփոխում ենք, օբյեկտիվ չի իր այդ դիտարկումը, գնահատականը։ Ի՞նչն է բարեփոխում։ Եթե ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, այս տարիքում ես ինչը պետք է բարեփոխեմ։ Իմ հավատը հայ առաքելական եկեղեցին է։ Անունը դրել է եկեղեցու դեմ չի, կաթողիկոսի դեմ է, բայց մենք հասկանում ենք, որ դա այդպես չի։ Ճիշտ է, ժողովրդի մի քիչ մասը հավատում է, իր հետևից գնում է, բայց դա ես առաջ օրից եմ ասել, որ սա ծրագիր է կատարում, ինքը երկրորդական մարդ է։ Այս գործի մեջ ինքը լավ կատարող է ուղղակի, արևմուտքի հարցերն է լուծում, արևմուտքը հարցեր ունի լուծելու այս տարածաշրջանում, ինքն էլ օգնում է, կատարում է։ Նրան ասել են, տվել են այդ դերը կատարում է եւ շատ փայլուն կերպով է կատարում։ Եթե դուք ուշադիր նայածել եք, դեռ 18 թվականին, տեսեք, արևմուտքը ինչ արեց։ Եթե հիշում եք Աշտոնը, 3 հզոր պետությունների ղեկավարներ, Մակրոնը, Գերմանիայի կանցլերը Անգելա Մերկելը եւ Կանադայի վարչապետը եկան հյուսային պողոտայում պարեցին։ Դա դες ոչ մի բան չտվեց։ Չհասկացաք, որ նրանք էլ էին ինչ որ բան իրանց ասել են, որ պետք է գնաք Հայաստանում, պետք է պարեք եւ նրանք եկան պարեցին։ Ուրեմն ինչ հզոր ուժեր են կանգնած այս ամբողջի հետևում, որ 3 հզոր պետությունների ղեկավարներ եկան Հայաստանում միանգամից։ Դա ուղղակի արդեն ապացուցում է, որ այստեղ արևմուտքը հարցեր է լուծում եւ մինչեւ վերջ գնալու է։ Թե այստեղ Հայաստան կլինի, հայ ժողովուրդ կլինի, չգիտեմ ինչ, դա արդեն երկրորդական է։ Պատերազմի ժամանակ նույնիսկ կարծեմ դրանց պետքարտուղարն էր Պոմպեոն, որ մոտեցել էին, ասել են ախր պատերազմը կանգնացրեք, բան ասել էր, հա, հայ ժողովուրդը լավ ժողովուրդ է, բայց մենք հարցեր ունենք լուծելու։ Всё, это պատասխանը վերջ, դրանից են կողմ ինչ բան է։ Հիմա ուղղակի տարբեր փուլեր են, ուղղակի լուծում կա, իհարկե անլուծելի խնդիր չկա, ուղղակի այստեղ կուսակցությունները պետք է միանան։ Շատերը ժողովրդին են ասում, ժողովրդից մեկն էլ ես եմ։ Ինչ ասել են արել ենք, ով եկել է կողքը կանգնել ենք, դուրս ենք եկել։ Հիմա մի քիչ շատ են եկել, մի քիչ են եկել, շարժումները, բայց հələ տեսեք 3 շարժում հզոր եղավ, հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում, մեկը մեկից պակաս չէր։ Հիմա ուղղակի կուսակցությունները պետք է իրենք շարժումը միացնեն իրար, մեզ պետք է մի խորհուրդ իսկապես մարդիկ, որոնք կարող են ասել եւ որոնց խոսքը կանցնի։ Հիմա տեսեք, ախր շատ մեր թշնամին շատ հզոր ու շատ խելացի է։ Հիմա տեսեք Սամվել Կարապետյանին մեջտեղ անեցին, կարծում եք պատահական է, դա չէ, պատահական չէր։ Հիմա նոր կուսակցություն պետք է առաջացնեն, դեմանտրությունները, կուսակցությունները իրար հետ պետք է մրցեն։ Իսկ այդ մրցակցության ժամանակ թշնամին ինքը շահում է։ Շատ հասարակ մի մեխանիզմ է գործում։ Քանի անգամ ասել եմ, այ մարդ գնացեք մեկը մեկի դեմ։ Նիկոլը մի թեկնածու է հանում, ասենք այն ժամանակ Նիկոլն էր հայրենիքի փրկության շարժման ժամանակ եւ Վազգեն Մանուկյանն էր, հիշում եք էլի ձեզ ասել եմ այդ բանը։ Մեկը մեկի դեմ եթե գնա ժողովուրդը դուրս կգա։ Հիմա ամեն անգամ մի 5-6 թեկնածու առաջ գալիս, ժողովուրդին էլ հետևից էլ նիկոլականները մյուսը թշնամին բանանում, թե բոլորն էլ մեկ են, ոչ մեկն էլ մի բան չեն, իսկապես ժողովրդի ինչ որ մասսա ընդունում է դա եւ մնում է տանը։ Շատերը հարց են տալիս, ինչի դուրս չի գալի ժողովուրդ։ Այդ դրա համար դուրս չի գալի։ Թշնամին մի թեկնածունի, մենք ունենք 5-6 թեկնածու, հա ինձ տանում են ընտրությունների, ես գնում եմ կանգնում եմ, ում ընտրեմ։ Բոլորին էլ ուզում եմ, որ դեմ են նրան։
բայց չեմ կարող կողմնորոշել, ասենք ես կողմնորոշում, բայց շատ բար չի կողմնորոշվում, ասում է թեքած չեմ այդ ընտրությունների։ Դա է պատճառը, ժողովուրդը դուրս չի գալի եւ դրանում 10% ունի Նիկոլը, իր 10%-ը պարտադիր տանում է, այն մի 10%-ն էլ, որ մասնակցում են բաշխվում է 5-6 տեղ, ինքը հաղթում է։ Գյումրի նման քաղաքը, որ այդպես թասիբով ժողովուրդը 50%-ը չմասնակցեց։ Տղաներին այն ժամանակ եմ զգուշացրել։ Այ մարդ ասում եմ, մտեք միած սենյակ, փակվեք, ոնց որ Հռոմի պապ են ընտրում։ Մտեք մի շաբաթ իրար հայոյեք, ինչ անում եք արեք, մեկին հանեք, սպիտակ ծուխի նման, ասեք այ էսա մեր թեկնածուն։ Հələ տեսեք ժողովուրդը ոնց դուրս կգա։